մինչև 27 տարի լրանալ, այսինքն գերակշիռ մասը սպասում են, որպեսզի իրենց 27 տարի լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն, իմ առաջարկը նաև կխրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չսպասեն մինչև իրենց 27 տարի լրանալը, քանի որ հաճախ եթե մենք այդ հնարավորությունը չտանք 27 տարի լրանալուց հետո հնարավոր է ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ ովքեր քաղաքացի չեն վերանա Մյուս էլի կարևոր է տեղեկատվություն կա, որ կցանկանամ տեղեկացնել, բայց կցանկանամ լսել ձեր հարցերը եւ հարց ու պատասխանների դեպքում արդեն անդրադառնալ ավելի մանրամասն տվյալների։ Շնորհակալ եմ ասուլիսին ներկայանալու համար, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Անցնենք հարցերին, Փայլակ Վահրազյան, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, նախ ձեր համար այդ վիճակագրությունը որքանով է մտահոգիչ եւ չի խոսում այն ամենայնիվ այն մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու այդ թվի մասին, չի խոսում այն մասին, որ այս իշխանության խոստումները, այդ թվում եւ խաղաղության վերաբերյալ իրականության հետ աղերս չունեն եւ ծնողներն այնուամենայնիվ ելքեր են փորձում գտնել, որպեսզի իրենց առական սերի երեխաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսեն եւ նաեւ ձեր խրախուսական մոտեցումները փողի դեպի կողմներ են պատիժները որ երեք փող տվեք որքանով է նման Նիկոլ Փաշինյանի ասած փողը տվեք դուք անվեք փողը տվեք դուք անվեք դուք մեկ նախագիծել եք վերել էլի որը կապված է փողի հետ եւ ըստ էության սա սոցիալական անհավասարություն չի առաջացնի եւ նաեւ այն քաղաքացին որ հնարավորություն ունի իր երեխային ազատել գումարը վճարի հրաժարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մնան մարդիկ ովքեր սոցիալապես անապահով են եւ նրանք գնան պաշտպանեն Հայաստանը հայրենիքը շնորհակալություն Շնորհակալ եմ իհարկե թվերը մտահոգիչ են եւ թվերի վերանելով եւ մտահոգիչ լինելը Իցույց դնելով եմ ես հանդես գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, նաև հիմքում դնելով այս հիմնավորումները։ Ես դեռևս 2019 թվականից եւ առաջի անգամ դարձա ազգային ժողովի պատգամավոր սկսել եմ ուսումնասիրել զորակոչեր կապված խնդիրները եւ դեռևս 2019-2020 թվականներին, դեռևս մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ես հանդես եմ եկել մի շարք ելույթներով եւ վերլուծություններով նշելով, որ մեր Ժանգետային զինծառայողների թիվը կրճատվել է էականորեն եւ վերել են տվել մի շարք գործիչներ անգամ քննադատեցին թե ինչու եմ դրա մասին խոսում ամեն դեպքում ավելի մանրամասն դա ներկայացրել եմ այն ժամանակվա 3 համակցություններին Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան եւ Իմ Քայլեր Դաշինքին նշելով որ մենք ունենք լրջագույն խնդիր կապված զորակոչի հետ Խնդիրների մի մասը գալիս է նաև օբյեկտիվ պատճառներով, դա կապված է ծնելիության թվի անկումով եւ ծնված տղաների թվի նվազմամբ։ Եվ նայում ենք ծնված տղաների թիվը, ես հիմա ավելի ստույգ ասեմ, ամենաշատը վերջին 30-40 տարիների ընթացքում ամենաշատը տղաներ, կենդանի ծնված տղաներ եղել են 1990 թվականին, ինչու եմ ասում կենդանի ծնված, որտեղ հաշվառումը այդպես է վարվում, ինչքան երեխա է ծնվել եւ քանիստ են ծնվել կենդանի եւ այսպես 1990 թվականին կենդանի ծնված տղաներ տենց է տալիս առողջապահության նախարարությունից տենց կամ ողջ ծնված տղաներ կարող եք ասել որպեսզի շարունակումների տեղի չտան 1990 թվականին ունեցել ենք 41054 տղաներ ծնված 2001 թվականին ունեցել ենք 17285, այսինքն երկուսից ավել անգամ ծնված տղաների թիվը պակասել է, նաև կարող ենք ենթադրել, որ 18 տարի հետո երկու անգամ ավելի քիչ զորակոչիկ ենք ունեցել։ Սա հասկանալի պատճառ է, բայց նաև կան այլ մտահոգիչ պատճառներ, դրանք են ստեղծված աշխարհական իրավիճակը եւ նաև 44-օրյա պատերազմը եւ նայում ենք քաղաքացիությունից հրաժարված անձանց թվի աճը, տեսնում ենք, որ 2020 թվականին ամենաշատն ենք ունեցել քաղաքացիությունից հրաժարվելու դեպքեր համեմատական մյուս տարիների հետ եւ 2020-ից հետո մինչեւ 2024-ը թիվը գնալով նվազել է։ Սա կապված է իհարկե անվտանգային վիճակով նույնպես։ Ինչ վերաբերում է սոցիալական անարդարությանը, նշեմ, որ նախագիծը գալիս է ոչ թե սոցիալական անարդարություն բերելու, այլ վերականգնելու այս պահին առկա սոցիալական անհավասար իրավիճակը։ Քանի որ սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր
հրաժարվելու քաղաքացիությունից այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչը հնարավորությունը սոցիալապես կարիքավոր անձինք չունեն, եւ սրանով իսկ նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը դեռևս պատանի հասակում մինչև զորակոչային տարիքի հասնել են։ Եվ երբ որ մենք նայում ենք նաև պաշտպանության նախարարության գործընկերներն են ասում, օրինակ 1000 հարկ վճարումների ցանկը երբ նայում ենք, նրանց երեխաները մեծամասամբ չեն անցնում այս մեր զորակոչով, այսինքն իրանք անգամ հաշվառման չեն անցնում, քանի որ իրենց հարցը լուծելը մեծամասամբ նրանք Հայաստանի Հանրապետություն քաղաքացիներ չեն։ Երբ մենք բարձր տուրք ենք սահմանում քաղաքացիությունից հրաժարվելու համար, սրանով կանխարգելում ենք այդ խնդիրը, կամ անգամ եթե քաղաքացի հրաժարվի, այդ գումարը երկու զինծառայողի բարձր 2 տարվա աշխատավարձի չափով գումար է, ինչը կարող ենք մենք ուղղել մեր մյուս քաղաքացիներին, որպեսզի ծառայեն եւ ստանան բարձր աշխատավարձ։ Նաև ուղենք մեր մյուս շարքային կազմի ժամկետային զինծառայողներին, որպեսզի նրանք ոչ թե ամսական ստանան 3400 դրամ դրամական ապահովում, այլ մի քանի անգամ ավելի բարձր։ Այսպիսով մենք գումարները ավելի ճիշտ ենք օգտագործելու եւ թողնելու ենք, որ ոչ թե այդ մեծ գումարները, ովքեր որ ձեր նշած հարուստների ծնողները վճարում են այլ պետություններին քաղաքացիությունը փոխելու համար կամ վճարում են օրինակ բժշկական հանրությանը, կվճարեն արդեն պետությանը եւ այդ գումարները արդեն սահուն կերպով կգնան մեր մյուս քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու։ Սրանով իսկ մենք պետական եկամուտները կավելացնենք եւ կուղենք մեր քաղաքացիներին, ովքեր ծառայություն են անցնում։ Շնորհակալ։ Հերթով Սիվիկեան խնդրեմ։ Պարոն Սարգսյան, թիվը, որը դուք ներկայացրեցիք քաղաքացիները, որոնք հրաժարվում են քաղաքացիությունից, իհարկե մտահոգիչ է, իսկ ունեք վիճակագրություն 90-ական թվականների պատերազմից հետո գնացածների եւ ապրիլյանից հետո գնացածների վիճակագրություն ունեք, թե չհամեմատության մեջ։ Ճիշտն ասած, մանրամասն տեղեկատվություն ունեմ 2020 թվականից սկսած, ըստ սերերի, արական սերի, ինգկա սերը եւ մինչեւ 18 տարի հրաժարվածները եւ 18-ից հետո հրաժարվածները դինամիկան արդեն ձեզ ներկայացեցի, որ 2020 թվականին ենք ամենաշատ ունեցել քաղաքացիությունից հրաժարվելու դեպքեր, որ ինչը նաև կարող ենք հասկանալի համար է։ Դրանից հետո թիվը գնալով նվազել է եւ 2024-ին ունեցել ենք ավելի պակաս թվով քաղաքացիություն հրաժարվելու դեպքեր, սակայն անհրաժեշտություն կա այս նախագծի, որպեսզի մեր քաղաքացիները ոչ թե գումար ծախսեն, փոխեն իրենց քաղաքացիությունը, այսինքն հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլ այդ գումարները ուղղեն պետությանը եւ ամեն դեպքում ծառայեն գոնե կարճ ժամանակով ծառայեն եւ նաեւ հաշվառվել պայծառազորում, որպեսզի կարիքի դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց նույնպես օգտագործեն։ Եվրոնյուս խնդրեմ։ Եվրոմեդիա խնդրեմ։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ լսեցի, որ դուք ասացիք 1000 խոշոր հարկ վճարողների երեխաները քաղաքացիություն են ստանում այլ երկրի, որպեսզի չծառայեն բանակում, եթե ճիշտ լսեցի, խնդրում եմ ասեք այդ տվյալները ձեզ որտեղից եւ ում է վերաբերում, այսինքն այդ հարկ վճարող իրավաբանական անձանց բաժնետերերին է վերաբերում ձեր ասածը եւ նաեւ մեկ այսպիսի հարց, այս իշխանությունները բազմիցս ասել են, որ վարձու բանակ է պետք Հայաստանին, այսինքն պարտադիր զինվորական ծառայությունը դա խոստումներից մեկն է, որ պետք է գնալով չլինի, ինչ շարժ կա այս առումով, այս խոստումը իրականացնելու առումով եւ նաեւ ձեր կարծիքն եմ ուզում լսել, թե ինչու հայկական զորախումբը այդպես էլ չքայլեց Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ։ Սկսեմ առաջին հարցից, երբ խոսք է գնում սոցիալական անհավասարության մասին, որ կծառայեն ֆինանսապես ոչ ապահով քաղաքացիներ եւ հարուստները ճակերտների մեջ չեն ծառայի։ Ես աշխատանքային վարկարդակի խոսակցության մասին է խոսքը եւ պաշտպանության նախարարության գործընկերները ասում են, որ մեծամասամբ այն մարդիկ, որ մենք գիտենք, որ սովորաբար ասենք 100 կամ 1000 խոշոր հարկվճարողները ենթադրաբար նրանք մեծ կարողություններ ունեցող անձինք են Հայաստանի Հանրապետությունում, նրանց ընտանիքի անդամները մեծամասամբ չեն անցնում զորակոչով, այսինքն չի հասնում բանը նրան, որ նրանք զորակոչով անցնեն ու զորակոչի ընթացքում հասկանան նրանք զորակոչի ընթացքում են ազատվում օրինակ առողջական խնդիրներից ելնելով, թե ինչ-որ այլ ճանապարհով են փորձում խուսափել։ Տեսնում ենք, որ նրանք ուղղակի չեն հասնում զորակոչին, դա տալիս է նման կարծիք հայտնելու իրավունք, որ այդ մարդիկ իրենց հարցը լուծել են մինչև զորակոչի տարիքում հայտնվելը։ Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ բանակում ունենալուն,
Այո, մենք փորձում ենք հասնել նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազի եւ կամված անցնենք մենք մի իրավիճակի, երբ մեր քաղաքացիների կարճ ժամանակով կանցնել պարտադիր զինվորական ծառայություն, որից հետո կհաշվարկվեն պայեստազորում եւ մի քանի տարիների մեկ կա նաեւ կանցնենք 25 օրյա հավաքներ եւ մենք կունենանք ակտիվ մեծ քանակությամբ պայեստազոր եւ կարողանանք մեր երկրի սահմանները պաշտպանել եւ բանակի խնդիրները կատարել այս տրամաբանությամբ, որպեսզի մենք երկար ժամկետով մեր քաղաքացիներին չտանենք 2 տարի պարտադիր զինվորական ծառայության, ինչը նաեւ կբարձրացնի ծառայելու գրավչությունը։ Իսկ Կարմիր հրապարակում մեր զորախմբի մասը։ Կարմիր հրապարակի մասով ասեմ, որ ես իրավասի չեմ այդ մասին գնահատականներ տալու։ Ներկայացեք, խնդրեմ ձեր հարցը։ Մեծ Նահապ Նարեկինյանի, պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքում ասացիք, որ առողջական որոշ խնդիրների դեպքում, եթե հիմա տղաները ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից, ապա սահմանափակումներով կկարողանան ծառայել, խնդրում եմ նշել, թե կոնկրետ հիվանդությունների մասին է խոսքը, եւ այս օրենքի նախագիծը բավականին մարդկանց մոտ խոճապ է առաջացել, շատերը հետաքրքրվում են հիմա նաեւ կոմենտներում, այս նստաշրջանին է հարցը քննարկվելու, թե աշնանային նստաշրջանին։ Շնորհակալ եմ կարևոր հարցերի համար, նշեմ